Ողջունում ենք ձեզ։ Այսօր մենք Հովիվ Մհերի հետ միասին մի շարք կարևոր հարցերի շուրջ պետք է զրուցենք։ Մնացեք մեզ հետ։ Ողջույն Հովիվ Մհեր։ Ողջույն։ Շնորհակալ ենք շատ, որ համաձայնվեցիք զրուցել այս հետաքրքիր կարևոր հարցի շուրջ։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրեցիք եւ կարող ենք ունենալ շատ հետաքրքիր հարցազրույց, շատ հետաքրքիր հաղորդում։ Մեր թեման եկեղեցին, բողոքական եկեղեցին։ Այսօր մարդկանց շատերին հետաքրքրում է այս հարցը, բայց չեն կարողանում դիմել, չեն կարողանում գտնել եւ մի շարք հարցեր է հավաքվել, որի շուրջ կխնդրենք դուք տաք բացատրություն։ Եվ ուզում եմ սկսենք նախ եկեղեցի բառից, որովհետեւ եկեղեցին մենք պետք է հասկանանք, որ եկեղեցին օրգանիզմ է, եկեղեցին կառույց է, եկեղեցին ոչ թե մատերիալական կառույց է, այլ կենդանի օրգանիզմ է, որն է Քրիստոսի մարմինն է։ Եկեղեցի բառը էկլեսիա բառից է թարգմանվել, էկլեսիա, որը որ նշանակում է հավատացյալ ժողովուրդ, այսինքն եկեղեցի բառը ժողովուրդն է, որ հավատում է Հիսուս Քրիստոսին։ Հիսուսն ասեց իր աշակերտներին, ով եմ ես, հարց տվեց, մարդիկ իմ մասին ինչ են ասում, ով եմ ես։ Եվ աշակերտները ասում են, ոմանք ասում են Եղիան ես, ոմանք մարգարեներից մեկն ես եւ այլն։ Եվ Հիսուս հետո ասեց, իսկ դուք ինչ եք կարծում, ով եմ ես ձեզ համար։ Եվ որից հետո Պետրոսը ասեց, դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Եվ ասեց Պետրոս, մարմինը ու արյունը քեզ չհայտնեց, այլ իմ հայրը, որ երկնքում է, նա հայտնեց քեզ։ Եվ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, որ դժոխքի դռները չի հաղթի։ Դա նշանակում է, որ եկեղեցին ում հայտնված է Քրիստոսի ով լինելը։ Այդ հայտնության վրա եւ մարդը հայտնությամբ, ով որ գիտակցում է եւ հայտնված է Քրիստոսի ով լինելը, ու իր սիրտն ու կյանքը նվիրում է Քրիստոսին, նա դառնում է Քրիստոսի կենդանի մարմնի անդամ։ Եվ հենց այդ հայտնության վրա կառուցվում է եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին, որ ասում է իմ եկեղեցին։ Դա նշանակում է Քրիստոսինն է եկեղեցին եւ դժոխքի դռները չի կարող հաղթել։ Եվ դա Քրիստոսի մարմինն է, որի անդամներն են ամեն Քրիստոսին հավատացող ժողովուրդ, ուրեմն եկեղեցի դա հավատացող ժողովուրդն է, ժողովուրդ, որ հավատում է Հիսուս Քրիստոսին, թե ով է Քրիստոսի իր կյանքում իր համար։ Շնորհակալություն շատ։ Ներկայումս ամեն մարդ եկեղեցին յուրովի է ընկալում, շնորհակալ ենք, որ բացատրությունը տվեցիք, բայց մեծ մասի մոտ, մարդկանց մոտ տարածված է, որ եկեղեցին դա շենքն է, շինությունն է, որտեղ իրենք գնում են, վարում են մոմ, եւ դա է իրենց պատկերացումով եկեղեցին։ Եվ երբ մարդիկ լսում են, որ գոյություն ունի եկեղեցու բողոքական ճյուղ, իրենց մոտ հարց է առաջանում. լավ, իսկ ինչու եք դուք մեկ այլ ուղղության մեջ, ինչու չեք առաքելական եկեղեցի հաճախում եւ որն է ձեր հավատքը, որն է ձեր հիմքը, կխնդրենք փոքրիչ բացատրեք։ Նախ պետք է մենք հավատանք, որ եկեղեցին բոլոր ազգերի համար է։ Հայ առաքելական եկեղեցի, Փառք Աստծո, հայ առաքելական եկեղեցու համար, քույր եկեղեցու համար։ Բայց մենք պետք է գիտակցենք, որ քրիստոնեության մեջ բոլոր ազգերը կարող են լինել։ Բոլոր ազգերը։ Այսինքն քրիստոնեությունը դա ազգային չի, քրիստոնեությունը անհատական է։ Երբ որ մարդ անհատապես ընդունում է, մենք գիտենք մեր պատմությունից, որ մենք հեթանոս ենք եղել։ Եվ ինչ որ մեկի միջոցով Ավետարան եկա Գրիգոր Լուսավորչի միջոցով։ Իհարկե մենք գիտենք առաջի դարում Տրթատի ոչ թե Տրթատին ներեցեք, առաքյալների ժամանակ Թադևոսն ու Բարտողոմեոսը մուտք գործեցին Հայաստան, բերելով Ավետարանը եւ նա հատակվեցին Հայաստանում Ավետարանի համար։ Նրանք սպանվեցին Հայաստանում, որից հետո տեսնում ենք արդեն Գրիգոր Լուսավորչի, քանի դար հետո Գրիգոր Լուսավորչի մուտքը եւ հետո Տրթատը ընդունումը եւ պետականորեն ենք մենք ընդունում առաջինը աշխարհում։ Բայց քրիստոնեության սկիզբը եղել է հենց Քրիստոսի հարությունից։ Քրիստոսը հարություն առավ եւ կենդանի քարերով շինվեց եկեղեցին եւ ինքը նախ Հիսուսը մեզ ուղարկեց բոլոր աշակերտներին, ասես գնացեք ամբողջ աշխարհով մեկ ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Այսինքն ամեն ազգերի մեջ։ Հայտնության մեջ տեսնում ենք, որ երկնքում լինելու է ամեն ազգից, ամեն լեզվից, ու նախ պետք է ազգային մտածողության մեջ գիտակցենք, որ երկնքում միայն հայեր չեն լինելու։ Երկնքում ամեն Քրիստոսին հավատացող է լինելու եւ ամեն ազգերից, ամեն լեզվից, ամեն ցեղից, ինչպես Աստծո խոսքն է մեզ ասում հայտնության մեջ։ Եվ նույնպես հասկանանք, որ քրիստոնեությունը համաշխարհային ունի ընդհանրապես 4 ճյուղ։
4 ճյուղ, որը լավ առաքելականից սկսենք, հենց առաքելական եկեղեցին, մենք տեսնում ենք կաթոլիկ եկեղեցին, ուղղափառ եկեղեցին եւ բողոքական եկեղեցին։ Եվ տեսնում ենք հենց ինչի բողոքական, հենց շեշտենք մեր ճյուղը, մեր ինչի համար բողոքական, նախ եւ առաջ հասկանանք, որ բողոքական եկեղեցու հիմնադիրը եղել է կաթոլիկ եկեղեցու քահանա։ Կաթոլիկ եկեղեցու քահանա, որը որ իր անհամաձայնությունն է բերել ոչ թե եկեղեցու ընդհանրապես կարգին, եկեղեցու վարդապետություններին, այլ այն ծայրահեղություններին, որ այդ ժամանակ ես մի քիչ թվերով ասեմ, ուրեմն 1517 թվականին Մարտին Լյութերը իր 95 դիրքորոշմամբ, թեզիսով, իր անհամաձայնությունը հայտնեց կաթոլիկ եկեղեցուն։ Կաթոլիկ եկեղեցուն, այո, անհամաձայնություն։ Եվ որոնք են հիմնականում եղել այդ անհամաձայնությունները։ Եղել է հիմնականում ինդուլգենցիայի հետ կապված։ Ինչ է ինդուլգենցիան իրենից ներկայացնում։ Ինդուլգենցիան փողով փրկություն ձեռք բերելը։ Գնեք երկինքը քառակուսի մետրով, առեք երկինքը եւ ով որ Հռոմի պապի պեչատով եւ ստորագրությամբ ունի այս թուղթը, նա կլինի երկնքում։ Եվ դրանից հետո սկսեցին վաճառել, որ առեք ձեր արդեն ննջած պապերի համար, որ նրանք տեղ ունենան։ Եվ դա մենք տեսնում ենք ավետարանի ուղղակի ոչ ավետարանի սկիով, Աստվածաշնչից հեռանալ։ Եվ հենց այդ անհամաձայնությունները, որը որ արդեն հեռացած էր քրիստոնեությունից, հենց կոչվեց հենց այդ բողոք։ Հանրապես բողոքական բառը նույնպես բողոքական Մարտին Լյութերի պաշտպաններն են բողոքական բառի հենց բանը Մարտին Լյութերին պաշտպանողներից է։ Գերմանիայում նրանք պաշտպանում էին Մարտին Լյութերին եւ հենց այդ բողոքական բառը Մարտին Լյութերի պաշտպանության համար է եղել։ Մարտին Լյութերը, որը որ քահանան էր եւ իր բողոքը 95 կետի անհամաձայնությամբ ներկայացրեց իր անհամաձայնությունը։ Եվ բողոքական հենց անունը սկսվել է տեղից, սկսվել է Մարտին Լյութերից ու շարունակվում է մինչև այսօր։ Եվ մենք տեսնում ենք կաթոլիկ եկեղեցին նույնպես դարեր հետո, ժամանակներ հետո ընդունում է այդ ամենի սխալ լինելը։ Այնպես չէր, որ տարիներ հետո մինչև հիմի համաձայն են ինդուլգենցիայի հետ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ նույնպես կաթոլիկ եկեղեցին ընդունեց, որ դա սխալ, ինչպես սխալ էր այդ վարդապետությունը, նույնպես ինչպես խաչակրած արշավանքը, որ կաթոլիկ եկեղեցին ընդունում է, որ այդ քրիստոնեական չի եղել, քրիստոնեական արմատ չի ունեցել, սիրո արմատ չի ունեցել, այսինքն եկեղեցին շատ հարցերում հեռացած է եղել իր սկզբնաղբյուրից, եւ հենց այդ բողոքը Մարտին Լյութերի սրտում բարձրացել է եւ ընդհանրապես այդ ճյուղը սկսվել է այդ ժամանակներից, 1500-ական թվականներից։ Կարևոր էր հասկանալ, որ բողոքական ոչ թե Աստծո դեմ բողոք, ոչ թե Աստվածաշնչի, ոչ թե եկեղեցու դեմ բողոք, այլ այն սկզբունքների, որ Աստվածաշնչից հեռացված է եղել։ Այո, շնորհակալ ենք շատ։ Նույնպես մի հարց են մեզ ուղղում, ասում են, ովքեր են ձեր պապերը, չէ՞ որ դուք ուշ եք հիմնադրվել։ Այդ հարցն է շատ մեծ։ Առաջինը հենց խոսեցի հիմնադրողից, որը որ Մարտին Լյութերն էր, ասեցի, որ ինքը կաթոլիկ եկեղեցու քահանա էր։ Այո, իհարկե, որ ինքը եկեղեցուց անբաժան մեկը չի եղել, եկեղեցու քահանա եղել, եկեղեցում ծառայող եղել, եկեղեցում ինքը ձեռնադրված ծառայող եղել, որոնք որ առաջի դարից ձեռնադրությամբ եկել հասելը առաջի դարից առաքյալներից ձեռնադրությամբ հասելը մինչև Մարտին Լյութեր եւ Մարտին Լյութերից էլ շարունակվել է ձեռնադրությունը դեպի մինչև մեր օրեր։ Դա է ձեռնադրության հետ կապված, երբ որ կարա հարց առաջանա, իմ կարծիքով կարա հարց առաջանա, ինչի համար են չէ ձեռնադրում, ինչ հիմքով են ձեռնադրում, չէ որ կտրված է։ Այո, իհարկե այդ հարցը նույնպես մարդկանց տակշկրում է։ Դուք պատասխանեցիք։ Բայց մի քիչ ասեմ այդ հարցի շուրջ նույնպես, որ ձեռնադրությունը ինքը աստվածաշնչյան վարդապետական շատ կարևոր սկզբունքներից է։ Այո, ձեռնադրում են ծառայողներին, ձեռնադրում են հոգևոր քահանաներին, ձեռնադրությամբ փոխանցվում է այդ օծությունը,
առաքյալներից Հիսուս Քրիստոսից սկսված, առաքյալներով շարունակված եւ մինչեւ Քրիստոսի գալուստը ձեռնադրությամբ փոխանցվում է ձեռնադրությամբ ծառայության պարգևներին այն օծությունը, որը գալիս է Քրիստոսից։ Եվ դա շատ կարևոր հարց է։ Ես ինչի համար ասեցի, որ ձեռնադրությունը մենք կտրված չենք եկեղեցուց։ Ինչի կտրված չենք առաքյալներից շարունակվել է ձեռնադրությամբ եկել հասել Մարտին Լյութեր։ Մարտին Լյութերի ձեռնադրությամբ շարունակվել է մինչև մեր օրեր։ Եվ մենք ունենք ուղիղ Քրիստոսից առաքյալների ձեռնադրության շարունակությունը մինչև մեր օրեր։ Այո, այսինքն դրանով բացատրվեց, որ փոխանցվում է օծությունը եւ շարունակվում է մինչև մեր օրեր։ Այսինքն այսօր մենք այդ օծությունը ընդունելով ձեռնադրության շնորհիվ, ասես անմիջապես Հիսուսից ընդունենք, որովհետև հասել է մեզ առաքյալներից շարունակված ձեռնադրության կտրված մենք Քրիստոսի մարմնի մի անդամ ենք, որովհետև ուզում եմ հիմա անդրադառնալ այն բանին, ինչի, որովհետև կա աղանդավորություն, որն աղանդավորությունը Նիկեա քաղաքի նիկեական դավանությունը, Նիկեա քաղաքում հավաքվել են եկեղեցական հայրերը, որտեղ նույնպես մասնակցություն ունեցել մեր առաքելական եկեղեցուց ներկայացուցիչներ հայրերը, որտեղ որ նիկեական դավանությունն է կառուցվել եւ հիմնվել է դավանության բոլոր կետերը եւ այդ կետերից են Քրիստոսի աստվածության մասին, երրորդության մասին, Կույսից ծնվելու իրողության մասին, Քրիստոսի ծնունդը, գերբնական ծնունդի մասին, Քրիստոսի մահվան եւ հարության եւ համբարձման այդ կարևոր կետերի մասին եւ նույնպես Քրիստոսի գալուստի մասին։ Եվ ով Սուրբ Հոգու մասին, եկեղեցու մասին, որ եկեղեցին ընդհանրական եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ ով որ այս կետերից դուրս ինչ որ կամ չի ընդունում կամ այդ կետերից համաձայն չի, նայ աղանդ։ Իսկ բողոքական եկեղեցին բոլոր այդ կետերի մեջ է եւ այդ կետերը դավանում է եւ այդ կետերով ապրում է։ Այդ կետերի վարդապետական այդ հիմքերի վրա եւ մենք պետք է հասկանանք, որ դրանից հաջորդող տիեզերական ժողովը, որը Քաղկեդոնի ժողովն էր, առաքելական 451 թվականին մեր ներկայացուցիչը չի կարողացել մասնակցել, որտեղ մեր մոտ պատերազմ էր։ Ավարերի ճակատամարտն էր եւ այդ ժամանակ առաքելական եկեղեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից ճանաչվում է Քաղկեդոնի ժողով, ճանաչվում է աղանդ, բայց այդ չի նշանակում աղանդ է։ Ուզում եմ ասեմ տերմինը հենց մեր հիմնարար, հենց սկզբունքային, հենց եկեղեցին, այսօր ինչ ենք մենք, թե կաթոլիկ եկեղեցին, եթե մենք նայենք ընդունում առաքելական եկեղեցին որպես քույր եկեղեցի, ուղղափառ եկեղեցուն քույր եկեղեցի, այսինքն համաշխարհային եկեղեցին, ընդհանրական Քրիստոսի եկեղեցին, որի մի ճյուղը բողոքական եկեղեցին է։ Եվ իմիջիայլոց ասեմ, բողոքական եկեղեցին թվաքանակով երկրորդն է։ Աշխարհում երկրորդն է, կաթոլիկ եկեղեցուց երկրորդ է բողոքական եկեղեցին։ Մարդկանց հետաքրքրում է, լավ, եթե դուք նույն հավատքն եք, դուք շեղում չեք, աղանդավոր չեք, ինչու չեք հաճախում առաքելական եկեղեցի եւ ինչու չեք մեկ, եթե հավատքը մեկ է, Աստված մեկն է, ինչու չեք դուք միասին միտեղ։ Եվ ինչպես ես նշեցի, որ եկեղեցին ընդհանրական մեկ է, որ ունի 4 ճյուղ։ Նրանք տարբեր չեն, նրանք ընդհանրական եկեղեցին, որ Քրիստոսի մարմինն է, նախ եւ առաջ մենք տարբեր չենք, մենք Քրիստոսի մարմնի անդամ ենք, բոլորս։ Մարմինը մեկ է։ Եվ ինչպես Պողոս առաքյալը առաջին Կորինթացիներում խոսում է Քրիստոսի մարմնի մեկ լինելու եւ անդամները շատ լինելու մասին։ Այո։ Անդամները շատ են, մարմինը մեկ է։ Պողոս առաքյալը այդ հարցին շատ լավ պատասխանում է։ Ինքը ասում է, ինչպես կարա ձեռքը ոտ լինի, աչքը ձեռք լինի, չի կարա այդպես լինի։ Ամեն մեկ իր նշանակությունն ունի, իր ծառայության նշանակությունը, իր մարմնի յուրովի անդամ լինելու, յուրովի լինելը։ Եվ նույնպես բողոքական եկեղեցին Քրիստոսի ընդհանրական մարմնի իր յուրովի իր տեղն ունի։ Եվ ասեմ, դա տարբեր չի, ընդհակառակը դա լրացնում է մարմինը։ Եթե մարմնի մի մաս չլիներ, մարմինը ամբողջական չէր լինի։ Այո։ Եվ նույնպես առաքելական եկեղեցին եթե չլիներ, կամ կաթոլիկ եկեղեցին, կամ ուղղափառ եկեղեցին ամբողջական չէր լինի։ Մարմինը ամբողջական չէր լինի։ Մենք լրացնում ենք եւ մեկս մյուսին պետք ենք։ Իսկ տարբերությունների մասին ես ուզում եմ մի կարևոր շատ հայրերի խոսք մեջ բերել, որոնք որ ասել են հայրերը, եկեղեցական հայրերը, որ
գլխավորի մեջ միաբանություն։ Որն է գլխավորը։ Նիկեական դավանությունն է գլխավորն է, որը մենք ընդունում ենք եւ դրա մեջ մենք մեկ ենք։ Քրիստոսի մարմինը գլխավորի մեջ մեկը։ Երկրորդականի մեջ ազատություն։ Այսինքն բողոքական եկեղեցին դա ծիսական մասն է։ Այսինքն եկեղեցական ծառայության ծիսական մասերը։ Հիմա առաքելական եկեղեցում պատարակները, ծառայությունները ուրիշ ծիսակարգով անդանում։ Կաթոլիկ եկեղեցում ունի իր ծիսակարգը, ուղղափառ եկեղեցին իր ծիսակարգը, իսկ բողոքական եկեղեցին իր։ Դա երկրորդական մասն է, որը փրկության հետ կապ չունի։ Փրկության հետ կապ ունի այն գլխավորը, որը Քրիստոսի աստվածությունն է, այսինքն նիկեական հավատքի դավանությունը։ Նիկեական դավանանքը։ Եվ այդ դրա մեջ մենք մեկ ենք գլխավորի մեջ միաբանություն, երկրորդականի մեջ, ծիսականի մեջ ազատություն, ինչը ով կարևորը համարում, ինքը ազատ է, դա փրկության հետ կապ չունի, իսկ ամենի մեջ սեր է։ Այսինքն երբ որ մենք սիրում ենք, մենք կարևոր է որպեսզի մենք գիտակցենք այս ամենը, որ քրիստոնեությունը հիմնված է սիրո վրա։ Եվ մենք պետք է սիրենք մեկս մյուսին եւ ընդունենք մեկս մյուսին որպես Քրիստոսի մեջ քույր, եղբայր։ Եվ գիտակցենք ինչ աղանդը։ Այո, օրինակ շատ շարժեր կան, որոնք քրիստոնեության միգուցե նման են, բայց քրիստոնեություն չեն, որտեղ Քրիստոսի աստվածությունն է մերժվում, երրորդությունն է մերժվում, Սուրբ Հոգու անձ լինելն է մերժվում, մարդու հոգու գոյությունն է մերժվում, կամ Քրիստոսի ամբողջ փրկագնման աշխատանքն է մերժվում, տարբեր ճյուղեր կան, որոնք որ քրիստոնեության վարդապետությունից, այսինքն գլխավորից են հեռացած։ Այո, որոնք այսինքն չեն, իսկ ճշմարտությունը ինչն է կողմնորոշիչը, նիկեական հավատքի դավանանքը։ Որոնց մենք կողմնորոշում գլխավորի մեջ մենք մեկ ենք եւ դա նշանակում մենք գնում ենք դեպի միասին մեկ որպես մարմին դեպի Քրիստոսի դիմավորելու Քրիստոսի հարց եկեղեցին։ Հարց կարող է մարդկանց մոտ առաջանալ, իսկ ինչու Աստված թույլ չի տալիս մեկը լինել, ինչու 4-ը լինել, ու այստեղ հիշեցի, որ չէ որ Աստված որ ստեղծեց պարտեզը, Եդեմի պարտեզը, այնտեղ մեկ ծառ չկար։ Շատ ծավալ, ամեն ինչ է դա։ Համաձայն եմ Աստծո, ու աստղերին նայենք, ով Աստծո յուրաքանչյուր առողջության մեջ նայենք, ձկներին նայենք, ծաղիկներին, ինչի մի ծաղիկ չի։ Ու յուրաքանչյուր բան Աստված այդպես, բայց մարմնի հետ կապված, հավատքի հետ կապված, ուզում եմ ասեմ, Աստված հավատքը մեկ է, Քրիստոսը մեկ է, ինչպես Պողոսն էր ասում, մեկ հավատք, մեկ մկրտություն։ Մեկ հավատք, մեկ մարմին։ Այն հենց այդ է, մեկ հավատք, մեկ մկրտություն։ Մկրտությունը ընդհանրապես մկրտությունը դա Քրիստոսի մարմնի մեջ ընկղմված լինելը, նրա մահվանն ու նրա հարությանը հաղորդակից լինելը։ Ու մենք մկրտվում ենք նրա մահվանը եւ նրա հարություն ենք առնում, նրա համար ապրելու համար։ Այո, մենք դրա մեջ ենք, մեկ հավատք ենք, հավատում ենք Հիսուս Քրիստոսին։ Նրա մեկությունը, երրորդության, Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված։ Մենք հավատում ենք, որ Աստված երրորդությունն է։ Երեք անձ, մեկ Աստված։ Եվ հենց այդ ամենի հետ կապված մենք մեկ ենք, հենց այդ է որ մեկ հավատք է։ Ուղղակի մարմինն է։ Անդամներն են շատ, օրինակ երիկամը սիրտ չի։ Ինչի համար անգամ անունը չի տալու նույնը։ Շատ անգամ ասում են ինչի այսքան անուններով եկեղեցիներ, ինչի այսքան անուններ։ Մարմնի յուրաքանչյուր անդամ ինքը տարբեր անուն ունի։ Բայց դա չի նշանակում մարմնից չի։ Ինքը մեկ մարմնից է։ Նույն մարմնի, նույն դեմ չեն իրար համար են։ Ուղղակի Պողոսը նույնպես շարունակում է գրելով, ասում է ինչպես եթե ճկույտի ցավը, ինչպես ամբողջ մարմինը կարող ուրախ լինի, չէ՞ որ ամբողջ մարմինը կցավ այդ ճկույտի հետ։ Նույնպես մեր քույր եկեղեցիներում, երբ որ ինչ-որ մի բան, ինչ-որ հասկանում ենք, տեսնում ենք, ինչ-որ դժվարություններով անցնում են, մեր սիրտը նույնպես ցավում է ամենի հետ մեկտեղ։ Եվ մեր աղոթքների մեջ մենք կանգնած ենք ընդհանրական եկեղեցու համար։ Մենք աղոթում ենք մեր քույր եկեղեցիների համար, աղոթում ենք ընդհանրապես քրիստոնեության համար եւ Քրիստոսի ավետարանի տարածման համար, ամբողջ աշխարհի փրկության համար։ Մեր ամբողջ նպատակն է որ մարդիկ փրկվեն, ինչպես Աստծո նպատակն է մարդու փրկությունը։ Ամեն մեկի փրկությունը եւ մենք գիտակցում ենք որ Քրիստոսի մարմինն է տարածողը փրկության ավետարանը։ Ամբողջական մարմինը։ Եվ եթե մարմինը ինքն իր դեմ մեկ անջատված լինի, այդ գործը կտուժի։ Իսկ մենք անջատված չենք։ Շատ կարևոր է որ ժողովուրդը հասկանա, որ Քրիստոսի մարմինը իրար դեմ չի։ Մենք օրհնում ենք Քրիստոսի մարմնի ամեն մի անդամի եւ ամեն մի ճյուղ քրիստոնեության։ Դա շատ կարևոր է որպեսզի մենք գիտակցենք այդ ամենը։ Սիրելի լսող, սիրելի դիտող,
Ես քեզ հիմա կոչ եմ անում, որպեսզի դու ինքդ քո սրտի մեջ քո հարաբերությունը ուղիղ կառուցես Քրիստոսի հետ։ Եվ դու կանչես Քրիստոսի անունը, որովհետև միակ անունը, որ կարա փրկի, դա Քրիստոսի անունն է։ Եկեղեցին չի փրկիչը, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, Հիսուսն է փրկիչը։ Եվ Քրիստոսը խաչի վրա գին է վճարել, որպեսզի դու կարողանաս լինես փրկված։ Եկեղեցին ուղղակի քարոզում է փրկին, որպեսզի դու հավատալով ունենաս քո կյանքի մեջ փրկություն։ Ահա եկեղեցու գործունեությունը բերել Աստծո ժողովրդին ընդհանրապես մարդկությանը բերել փրկության ավետարանը եւ որի միջոցով դարձի գան մարդիկ եւ ճանաչեն կենթանի Աստծուն եւ ունենան փրկություն։ Հիսուսի արյան գինը վճարված է մեղքերի համար։ Նա մահացավ, նա թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Շնորհակալ ենք շատ կարևոր հարցերի շուրջ դուք բարձրաբանում տվեցիք։ Եվ նույնպես ուզում եմ փրկության հետ կապված մի աղոթք ասել, որովհետև Աստվածաշունչը մեզ ասում է, թե սրտով հավատաք, շուրթերով դավանեք, կփրկվեք։ Եվ ես կխնդրեմ, որպես ես աղոթքը իմ հետ կրկնես։ Ուղղակի խնդրում եմ քեզ, ինձ հետ կրկնի։ Սիրելի Հիսուս, ես քո առջև եմ։ Եվ խնդրում եմ քեզ, որ ներես ինձ ամեն մի մեղք, որ ես գործել եմ։ Ես հավատում եմ, որ դու խաչի վրա մահացել ես իմ մեղքերի համար եւ թաղվել ես ու երրորդ օրը հարություն ես արել ինձ արդարացնելով։ Իմ կյանքը նվիրում եմ քեզ։ Այսօրվանից դու ես իմ Տերը, իմ Փրկիչը եւ իմ Աստվածը։ Շնորհակալ եմ քեզ հավիտյան կյանքի համար։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Ձեզ էլ ուզում ենք հորդորել, որ ամեն մի ճշմարտություն Աստծո խոսքի մեջ է գրված եւ դուք ամեն մի ճշմարտության ճանապարհի մեջ, որը հենց ինքը Հիսուս Քրիստոսն է, դուք կգտնեք իր խոսքի մեջ, Աստվածաշնչի մեջ, ոչ թե լսելով սա է, նա է, քանզի դուք ճշմարտությունը կճանաչեք, երբ կարդաք Աստծո խոսքը։ Մնացեք լավ։